Իսկ իրականությունը հետևյալն է. ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչյանը, ոչ իրենց կողքը ֆրֆռացող տարատեսակ դեմքեր, այդպես էլ չհասկացան, որ ժողովուրդը չի կարող մի խմբակից իշխանազավթում իրականացնել, որովհետև ժողովուրդն է իշխանության տերը։ Այդ իրենց խմբակն է 20 տարի շարունակ իշխանազավթում իրականացրել ամեն անգամ ընտրություն կեղծելով եւ մնացած բոլոր հանգամանքներով։ Ժողովուրդը չի կարող իրականացնել իշխանազավթում։ Եթե իրենք նկատի ունեն, որ իշխանությունը իծնե պատկանում է աստվածային պարգև Սերժ Սարգսյանի եւ ժողովուրդը հանդգնեց զավթել այդ աստվածային շնորհ իշխանությունը Սերժ Սարգսյանից, այդ դեպքում գուցե տրամաբանություն կայի ասած իրենց ասացի մեջ, բայց ուրեմն թող իրենց հայտարեն մոնարխիստ, հայտարեն, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի Հայաստանի մոնարխը եւ ժողովուրդը հանդգնաբար զավթեց իշխանությունը իրենից։ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, որ ասում էր ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք, պատասխանատու եք նրա համար, ում ճակատը համբուրել եք։ Բացարձակ չհասկացա ձեր հարցը ընդհանրապես ինչի մասն էր ձեր հերթական անիմաստ հարցերից մեկը։ Չեք որակում տալիս, այ քեզ բան։ Դա ժողովրդավարական արժեքներից է։ Միանշանակ։ Լրագրողին թիրախավորում։ Ես չեմ թիրախավորում, ես գնահատում եմ հարցը։ Այո, եւ լավ եմ անում։ Այլ հարցեր։ Մենք ձեր խոսացածն էլ կարող ենք նույն գնահատական։ Մեր խոսացածը գնահատում եք։ Ես եմ ասում։ Ինչ շատ տարբեր տեղ է։ Ցույց տվեք։ Լավ, ես հիմա չեմ ուզում ձեր բանավեճի մեջ։ Մեծ վերում էլի անեմ։ Սերժ ասում է 7 տարի անց այդ տխրարչակ իրադարձություններից փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում ու հայում է այս կապիտուլյանտ իշխանություններին։ Եվ կրկին ես կարիք չունեմ սրան պատասխանելու 2026 թվականին կլինեն հերթական ազգային ժողովի ընտրությունները, ինքը եւ իր խմբակը եւ իրենց խմբակները իրենց դիրքորոշումը կհայտնեն, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք, ժողովուրդն կգնահատի, ով էր կապիտուլյանտը, ով էշին էր պաչել, ով էր էշը, ով էր ավանակ։ Վերջին արդյունքները Տիմ Գյումրի եւ Փարաքյարում ամեն դեպքում ձեզ մտահոգում է, որ 26-ին, որքան էլ իշխանությունը վստահեցնում է, որ կրկին մեծամասնություն են կազմելու, ամեն դեպքում այս Տիմ ընտրությունների արդյունքները ձեզ մտահոգում են, որ 26-ին կարող եք եւ պարտություն կրել մեծամասնություն չլինել նորից։ Տիմ ընտրությունների վերաբերյալ պետք է եւս մի քանի փաստ վերհիշենք, նախ ի տարբերություն Գյումրիի նախորդ ընտրությունների քաղաքացիական պայմանագիրը եւ հիշեցնում եմ նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2021 թվականին ազգային ժողովի ընտրություններից մի քանի ամիս անց եւ այդ 21 թվականի ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 20 քանի տոկոս էր հավաքել եւ զբաղեցրել երկրորդ տեղը 25 թվականին այսինքն վերջին ընտրություններին քաղաքացիական պայմանագիրը առաջին տեղում է իր հավաքած տոկոսներով եւ հավաքել է 36 տոկոս այնուամենայնիվ կանխագուշակելով ձեր հարցը ոչ առաջին դեպքում ոչ երկրորդ դեպքում մեծամասնություն վերցնել չի ստացվել քաղաքացիական պայմանագրին Գյումրիում եւ դա մենք ընդունում ենք գիտություն ինչպես գիտություն բայց ավարտեմ էլի բայց ինչպես եւ գիտություն ենք ընդունում ցանկացած ընտրության արդյունք իր դրական եւ բացասական կողմերով 26 թվականին մենք կրկին փորձելու ենք անել հնարավորը որպեսզի ստանանք հանրության մեծամասնության աջակցությունը Իսկ Գյումրիում վաղը ավականու արդեն անդամները ընտրելու են քաղաքապետ, կա որոշում, ի վերջո առաջադրվելու է քաղաքացիական պայմանագրի թեկնածուն, նիստին մասնակցելու է ձեր ֆրակցիան այնտեղի։ Ես կարծում եմ մեր խմբակցությունը հայտարարություն կանի որոշման վերաբերյալ։ Դուք նկատի ունեք Գյումրու ավականու Եթե կարելի է մի հարցեր մենք տանք։ Պարոն Ռոբինյան, դուք ասում եք, որ 26 թվականին մասնակցելու եք ընտրություններին, բայց նախորդ ընտրություններին իշխող ուժը մասնակցեց անվտանգության թեզով, որ անվտանգություն կբերի, խաղաղություն կբերի, դա հաջողվել է ձեզ մոտ թե ոչ եւ այս անգամ ինչպես եք, ինչ թեզով եք մասնակցելու, որովհետեւ ըստ էության գուցե համաձայնեք, որ խաղաղություն չեք կարողացել դեռ լիարժեք բերել։
Դե ինքներդ լավ է որ վերջում նշեցիք լիարժեք բառը, որովհետև ամեն դեպքում պետք է ֆիքսել, որ վերջին տարին իհարկե որոշ բացառություններով, բայց ամենա խաղաղ տարիներից մեկն է եղել առնվազն գետնի վրա։ Իհարկե եղել են վերջին օրերին էլ տեսել եք եղել են որոշ իրադարձություններ, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել ամեն հանգիստ տարիներից մեկն է եղել։ Նաև որոշակի առաջընթաց է գրանցվել խաղաղության գործընթացում, համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի օր առաջ այն գրվի։ Ինչն է լինելու ընտրություններում մեր թեզը բնականաբար միայն մի թեզ չէ, որ լինելու է կյանքի տարբեր ոլորտներին է վերաբերվելու, բայց մենք շարունակելու ենք իրական Հայաստանի գաղափար շրջանակներում շարժվել առաջ եւ առաջարկել մեր քաղաքացիներին այն լուծումները, որոնք մենք տեսնում խոստումներին Փաշինյանի անվստահություն կա հասարակության մոտ, գնահատում են, որ Փաշինյանի որևէ խոստում Դե սիրելի գործընկերներ, դա ձեր գնահատականն է։ Ես նույն կերպ հիշում եմ, ոնց էր 2021 թվականից, ոնց էին ձեզնից բոլորը նորից նույն հարցերը տալիս, պնդում, որ քաղաքացիական պայմանագիրը եւ վարչապետը, չգիտեմ, չունեն վստահություն, այնտեղ որներ են, գելապ կար մի հատ, ասում էր Ռոբերտ Քոչյանն է հաղթելու Բայց 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին ժողովրդը ինչ է իրոք մտածում։ Հիմա 2026 թվականին նույնպես ընտրությունները ցույց կտան, թե ժողովրդը ինչ է մտածում։ Արցախցիները վրանում են։ Բոլոր հարցերին պատասխանը հետևյալն է 2026 թվականին ժողովրդը ցույց կտա, թե ինքը ինչ է մտածում, ինչ է ուզում։ Արցախցիները վրանում են։ Կածաբերդուն չէ։ Նախախում կոնկրետ ասում եմ, որ թողնական պատգամավորները կան, մեկ օր այս գրակոչների ցայնի տակ քնեն։ Տեսենք այդ խաղաղությունը իրենց ձեռք է տալիս դուրեկան է։ Ընդհանրապես ապրեն այս պայմաններում։ Ես ձեր հարցը չլսեցի ուղղակի։ Իրենք ասում են, թողնական պատգամավորները գան այս գրակոչների տակ ապրեն։ Տեսնեն այդ խաղաղության մեջ կարող են ապրել։ Հարցը ձեր չլսեցի։ Կգնաք խնացախումի գիշեր ապրելու, պարոն Ռուբինյան։ Մեր պատգամավորները ընդհանրապես երբեք էլ ոչ մի խնդրեմ չեն ունեցել որևէ տեղ գնալու, ժողովրդի հետ շփվելու, եւ ես վստահ եմ, որ մեր սյունեցի պատգամավորները դա անում են բարբերաբար։